Բարև ձեզ։ Ինչ է մեդիա բազմակարծությունը եւ ինչ է մեդիա քարոզչությունը։ Ինչու է ժողովրդավար եւ քաղաքակիրթ աշխարհը քննադատում ռոպագանդիստական մեդիան։ Ինչպես են եվրոպական երկրներում ձևավորվում հանրային մեդիա եւ նաեւ հեռուստատեսային հարթակները։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք Գերմանիայի հանրային հասանելիության բաց ալիք հեռուստատեսային կայանի երկարամյա տնօրեն քաղաքական գիտությունների դոկտոր Վոլգանգ Ռեսմանին։ Բարև ձեզ։ Պարոն Ռեսման, ինչպես է ձևակերպվում մեդիա բազմակարծությունը։ Դա մի բան է, երբ նույն մեդիայում պիտի պարտադիր հնչեն տարբեր կարծիքներ, թե դա ավելի շատ միջավայրի մասին է, այսինքն պիտի հնարավորություն տրվի, որպեսզի այդ մեդիա միջավայրում տարբեր ձայներ հնչեն, ոչ թե մեկ խմբագրություն պատասխանատու լինի տարբեր ձայներ հնչեցնելու համար։ Yeah, my definition is simple. When you have a look at the theater on the stage. Իմ սահմանումը հետևյալն է. երբ դիտում եք բեմը տարբեր դիրքերից, դահլիճի տարբեր անկյուններից, տարբեր տպավորություններ եք ստանում բեմում կատարվող գործողություններից։ Սա նշանակում է, որ հասարակական երևույթներն ու իրադարձությունները գնահատելու եւ հասկանալու համար եւս անհրաժեշտ են լրատվամիջոցներ, որոնք ներկայացնում են տարբեր դիտանկյուններ։ Փաստերի վրա հիմնված տեղեկություններն ու վերլուծությունները հնարավորություն են տալիս դիտել հասարակական բեմը տարբեր տեսանկյուններից։ Թեև սա պարզ համեմատություն է, բայց հստակ ցույց է տալիս մեդիայի հիմնական առաքելությունը։ Ժամանակակից հասարակությանը անհրաժեշտ են բազմազան լրատվամիջոցներ եւ հաղորդակցության տարբեր հարթակներ։ Գերմանիայի օրինակը կարելի է դիտարկել որպես լավ օրինակ։ Այնտեղ գործում է հանրային հեռուստատեսություն, մի քանի հիմնական ծրագրերով, առաջին, երկրորդ, երրորդ։ Կան նաև մասնավոր հեռուստատեսություններ։ Այս բազմազանությունը հնարավորություն է տալիս հանրությանը դիտել իր բեմը տարբեր դիտանկյուններից։ Բոլոր դեպքերում գլխավոր սկզբունքը մնում է անփոփոխ։ Լրատվամիջոցները պետք է առաջնորդվեն փաստերով, այլ ոչ թե կարծիքներով։ Անհրաժեշտ է ներկայացնել իրական փաստեր եւ արտացոլել բեմում տեղի ունեցող իրադարձությունները, ոչ թե դրանց խեղաթյուրված մեկնաբանությունները։ Պրոպագանդել հասկացությունը ենթադրում է այնպիսի տեղեկատվության տարածում, որը ներկայացնում է իրականությունից շեղված պատկեր, ստեղծելով պատրանք եւ փոխարինելով փաստերը ենթադրություններով։ Մեզ մոտ էլ հետսովետական հասարակություններում ռոպագանդա տերմինը բավական ընկալելի է, որովհետև մենք տեսել ենք սովետական հասարակարգ, այդ թվում նաև սովետական հեռուստատեսություն եւ սովետական լրատվամիջոցներ։ Բայց երբ ասում եք ռոպագանդա, նկատի ունեք քաղաքական ռոպագանդան միայն։ I think propaganda is not only in the political sphere, it can be in all spheres of a society. Կարծում եմ քարոզչությունը չի սահմանափակվում միայն քաղաքական ոլորտի լուսաբանմամբ։ Ռոպագանդան կարող է գործել հասարակության բոլոր ոլորտներում։ Երբ տեղեկատվության ներկայացման հիմքում չեն դրվում փաստերը, երբ մարդկանց ներկայացվում է մի բան, որը փաստական հիմք չունի, այն արդեն վերածվում է քարոզչության։ Սա հատկապես ակնհայտ է քաղաքական գործընթացներում։ Ես այս երևույթին ծանոթ եմ նաև խորհրդային ժամանակներից։ 1980-ական թվականներին մի քանի անգամ եղել եմ խորհրդային միությունում եւ տեսել եմ, թե ինչպես էին այն ժամանակվա լրատվամիջոցները ներկայացնում իրականությունը ոչ թե փաստերի հիման վրա, այլ այն ձևով, ինչպես կառավարությունն էր ցանկանում։ Այսինքն հասարակությանը ցույց էր տրվում այն, ինչ իշխանությունները ցանկանում էին, եւ ոչ թե այն, ինչ իրականում տեղի էր ունենում։ Սա է հիմնական տարբերությունը։ Երբ հաղորդվում են փաստեր տարբեր մեկնաբանություններով, դա բնական եւ անհրաժեշտ է։ Քարոզչությունը ներկայացնում է ոչ թե այն, ինչ իրականում կա, այլ այն, ինչ ցանկալի է ներկայացնել ստեղծելով իրականությունից կտրված պատկեր։ Ինչպես կարող է ձևավորվել հանրային մեդիա հարթակ, երբ գիտենք, որ աշխարհում շատ բան կախված է ֆինանսավորումից։ Մասնավոր մեդիան ինչպես կարող է չտարածել ֆինանսական ներդրողի կարծիքը եւ եթե խոսքն այն մասին է, որ պիտի հանրային մեդիան, հանրային լրատվամիջոցները անկախ լինեն եւ քաղաքական ուժերից, որոնք կարող են այդ պահին կազմել գործող կառավարություն, եւ մասնավոր ուժերից, որոնք կարող են լինել բիզնեսմեններ խոշոր, որոնք նույնպես ներգրաված են քաղաքական գործընթացներում, ապա ինչպես է ձևավորվելու այդ դեպքում հանրային մեդիան եւ ով է ի վերջո ֆինանսավորելու այն։
This is an important question because Germany has also the experience with dictatorship during the third. Սա կարևոր հարց է, քանի որ Գերմանիան նույնպես ունեցել է բռնապետական ռեժիմի փորձ գերմանական ֆաշիզմի տարիներին։ 1945 թվականից հետո երկրում լրատվամիջոցները ստացան կազմակերպչական նոր ձև՝ Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի ազդեցությամբ։ Այսօր Գերմանիայում գործում է հանրային հեռարձակման ընդարձակ համակարգ։ Այն ընդգրկում է բոլոր 16 դաշնային նահանգները, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հեռարձակողը։ Առաջին ալիքը համարվում է հիմնականը եւ գործում է ընդհանուր պայմանագրի հիման վրա որպես համատեղ ծրագիր։ Երկրորդ ալիքը ZDF ստեղծվել է Գերմանիայի բոլոր 16 նահանգների միջև կնքված պայմանագրի արդյունքում։ Այսպիսով գործում են 16 տարածաշրջանային ծրագրեր եւ 1 ազգային համապետական ալիք, ինչպես նաեւ բազմաթիվ այլ ալիքներ՝ գիտության, մշակույթի եւ հասարակական իրադարձությունների լուսաբանման համար։ Գերմանական հանրային հեռուստաընկերությունների համակարգի ամենակարևոր սկզբունքներից մեկն անկախությունն է պետական կառույցներից։ Սա նշանակում է, որ հեռուստաալիքների վերահսկողությունն իրականացվում է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջոցով։ Որոշ դեպքերում ներգրավում են նաև խորհրդարանի անդամներ։ Հեռարձակողները պատասխանատու են միայն հեռարձակման խորհրդի առջև, պահպանելով իրենց իրավական եւ գործառնական անկախությունը։ Թեև իրականում երբեմն քաղաքական ուժերը փորձում են ազդել լրատվամիջոցների վրա, ընդհանուր առմամբ համակարգը գործում է արդյունավետ եւ անկախ։ Ֆինանսավորման հարցը եւս առանցքային է, քանի որ լրագրողների մասնագիտական եւ անկաշառ աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ է կայուն ֆինանսական աջակցություն։ Գերմանիայում այս հարցը լուծվել է յուրահատուկ ձևով։ Հանրային հեռուստատեսությունը չի ֆինանսավորվում պետական գանձարանից։ Փոխարենը յուրաքանչյուր տնային տնտեսություն ամսական վճարում է մոտ 19 եվրո, որն ուղղվում է հեռարձակման ամբողջ համակարգին։ Այսպիսով համակարգը ձեռք է բերում ֆինանսական անկախություն պետությունից եւ հնարավորություն է ստանում պատշաճ վարձատրել լրագրողներին։ Բացի հանրային հեռուստատեսությունից Գերմանիայում գործում է նաեւ մասնավոր հեռուստատեսության ոլորտը։ Օրենսդրությամբ արգելվում է, որ հեռուստաալիքը կամ ռադիոկայանը պատկանի 1 կամ 2 մասնավոր անձանց։ Այս սահմանափակումը նախատեսված է քարոզչական ազդեցությունը կանխելու համար։ Մասնավոր հեռուստաընկերությունները հիմնականում գործում են գովազդային եկամուտների հաշվին եւ ավելի քիչ են կենտրոնացած քաղաքական թեմաների վրա, նախընտրելով ժամանցային ուղղվածությունը։ Ես ուզում եմ մի քիչ զրուցենք շահերի պաշտպանության կամ ինչպես ասում են պաշտպանական մեդիայի մասին։ Այսինքն որոշակի արժեքներ, որոշակի շահերի պաշտպանության ուղղված մեդիաները կարող են ձևակերպվել եւ որպես քարոզչական, եւ որպես պաշտպանական, իսկ շահերի պաշտպանության։ Ինչպես կարելի է տարանջատել դրանք, որտեղ շատ հաճախ պաշտպանական ադվոկատիվ մեդիան համարվում է քարոզչական եւ քարոզչական մեդիան փորձում է իրեն ներկայացնել որպես պաշտպանական։ We have via the Astra satellite system and other satellites. Գերմանիայում գործում է ASA արբանյակային համակարգը, ինչպես նաև մի շարք այլ արբանյակներ։ Մենք ունենք բազմաթիվ հեռուստատեսային ծրագրեր, որոնք պատրաստվում են ամբողջ եվրոպական ծածկույթի համար, այդ թվում կրոնական թեմաներով հաղորդումներ։ Այս հաղորդումներից որոշները բավական բաց են եւ հնարավորություն են տալիս իրական քննարկումների, մինչդեռ մյուսները ավելի սահմանափակ թվով քարոզչական բնույթի բովանդակությանը։ Օրինակ, կարելի է նկատել ամերիկյան ազդեցության տակ գործող ավետարանչական եկեղեցիների հաղորդումները, որոնք հաճախ հագեցած են հուզական տարրերով։ Ընդհանուր առմամբ նման ալիքների լսարանը փոքր է։ Գերմանիայում մենք չունենք այնպիսի ալիքներ, որոնք պատկանեն առանձին միությունների կամ քաղաքական կուսակցությունների։ Նույնիսկ եկեղեցիները, լինի դա կաթոլիկ թե ավետարանչական, չունեն իրենց սեփական լայնածավալ հեռուստաալիքները։ Կան միայն փոքր, անկախ եկեղեցական ալիքներ, որոնք սակայն կենտրոնական դեր չունեն լրատվական համակարգում։ Գերմանական հանրային հեռարձակման համակարգում այս հարցը լուծվում է ծրագրային բազմազանության միջոցով։ Կրոնական թեմաներին հատկացված է հատուկ ժամանակ, օրինակ յուրաքանչյուր շաբաթ երեկոյան եկեղեցին ունի մոտ 15 րոպեանոց եթերաժամ իր թեմաները ներկայացնելու համար։ Նմանատիպ ձևաչափ գոյություն ունի նաև ռադիոյում։
որտեղ եկեղեցու ներկայացուցիչները լուսաբանում են աստվածաբանական թեմաներ։ Բացի այդ, եկեղեցին ներգրաված է ընդհանուր լրատվադաշտում, մասնավորապես որպես մշակութային եւ հասարակական կյանքի թեմաների աղբյուր։ Այս հաղորդումները հիմնականում պատրաստվում են լրագրողների կողմից, ոչ թե անմիջապես եկեղեցու ներկայացուցիչների։ Եկեղեցիներն իրենց հերթին ընդգրկված են նաև հեռարձակման վերահսկող խորհրդում, ինչի շնորհիվ երբեմն ունենում են որոշակի ազդեցություն ծրագրային քաղաքականության վրա, սակայն նրանց ազդեցությունը հիմնականում անուղղակի է եւ վերաբերում է հանրային հեռարձակման ընդհանուր ծրագրային ուղղություններին։ Գերմանիայի հանրային հեռարձակման համակարգը բաղկացած է 16 առանձին հեռարձակողներից, որոնցից մի քանիսը համատեղ ներկայացնում են մեկ ծրագիր 3 նահանգների համար։ Այսպիսով գոյություն ունեն առաջին եւ երկրորդ ծրագրեր, ինչպես նաև շուրջ 12 տարբեր տարածաշրջանային հաղորդումներ, արտացոլելով ինչպես ազգային, այնպես էլ տեղական թեմաներ, այդ թվում կրոնական, մշակութային եւ հասարակական հարցեր։ Այս բազմազանությունը ապահովում է կարծիքների եւ դիտանկյունների բազմակարծություն, նույնիսկ հանրային հեռարձակողի համակարգի շրջանակում։ Օրինակ, Բավարիայի հանրային հեռուստաընկերությունը համարվում է ավելի պահպանողական, մինչդեռ Հյուսիսային Գերմանիայի հեռարձակողը NDR ավելի առաջադեմ։ Այս ալիքները փոխանակում են ծրագրեր, ինչի շնորհիվ հեռուստադիտողը հնարավորություն ունի լսելու տարբեր տեսակետներ։ Հեռարձակողները գործում են միմյանցից անկախ։ Լրագրողներն ունեն ինքնուրույն որոշման իրավունք ընտրելու, թե ինչ թեմաներ լուսաբանել, ինչպես իրականացնել հետաքննությունները եւ ինչպես ձևավորել հաղորդումները։ Վերահսկող մարմինները կարող են միջամտել միայն այն դեպքում, երբ արկա է բովանդակային սխալ կամ անճշտություն, եւ հիմնականում սահմանում են ծրագրային ընդհանուր ուղղությունը, առանց միջամտելու առօրյա հաղորդումների ստեղծմանը։ Օրինակ, եկեղեցական թեմաներով կիրակի օրերին Սուրբ Պատարագի ուղիղ հեռարձակումները իրականացվում են մի քանի հեռարձակողների կողմից։ Նմանատիպ հեռարձակումներ լինում են նաև, երբ նոր եպիսկոպոս է նշանակվում կամ Հռոմի Պապի այցելության ժամանակ։ Սակայն նույնիսկ այս դեպքերում որոշումը լրագրողինն է, որպես անկախ մասնագիտական որոշում։ Ինչպես է մեդիան ինքն իրեն պաշտպանում քաղաքական շահարկումներից, այսինքն քաղաքական ռոպագանդան միշտ կա եւ քաղաքական կուսակցությունների համար կարևոր հարթակ են մեդիաները եւ բնական է, որ պիտի լինի այսպես ազդեցության փորձ։ Ինչպես է մեդիան պաշտպանում իր անկախությունը քաղաքական ռոպագանդայից եւ կախում չունենալու ընդհանրապես քաղաքական համակարգից։ I think this is a question, it's a political question too, and if you are able Կարծում եմ, որ այս խնդիրը նաև քաղաքական բնույթ ունի։ Եթե հնարավոր լինի Հայաստանում կամ այլ երկրներում ստեղծել մի համակարգ, որը չի ֆինանսավորվի պետական հարկերի հաշվին, այլ ժողովրդի կողմից, դա կնպաստի լրատվամիջոցների անկախությանը։ Կառավարությունը կարող է որոշակի ազդեցություն ունենալ միայն այն հարցում, թե որքան գումար պետք է վճարեն քաղաքացիները, սակայն ոչ թե այն բանում, թե ինչ պետք է հաղորդվի կամ ինչպես։ Սա իմ կարծիքով չափազանց կարևոր հարց է լրատվամիջոցների վերաբերյալ օրենսդրության տեսանկյունից։ Անկախ լրագրության ձևավորումը լրագրության ամենակարևոր սկզբունքներից է։ Խոսքը կառավարության դեմ լինելու մասին չէ, այլ այն մասին, որ լրագրողները պետք է ունենան ազատություն, չլուսաբանելու այն, ինչ իշխանությունը ցանկանում է պարտադրել։ Նրանք պետք է կարողանան ասել. մենք ունենք մեր սեփական տեսակետը եւ այն կհեռարձակենք անկախ ճնշումներից։ Եթե կառավարությունը փորձի որևէ ձևով ազդել կամ ճնշում գործադրել լրատվամիջոցների վրա, այդ երևույթը նույնպես պետք է դառնա քննարկման թեմա հենց լրատվամիջոցների շրջանակում։ Անհրաժեշտ է հասարակական բանավեճ լրատվամիջոցների դերի եւ պարտականությունների շուրջ։ Մեր ծրագրի ընթացքում մենք անդրադարձել ենք այս հարցին, նշելով վրացի լրագրողների հետաքրքիր դիտարկումներից մեկը, որը նրանք արտահայտել էին առցանց հարթակում։ Նրանք ասել էին. «Եղեք ժողովրդի կողքին, լսեք ժողովրդին եւ դարձեք ժողովրդի ձայնը»։ Այս մոտեցումը կարող է հնչել պարզ, սակայն այն իր մեջ պարունակում է շատ խորը եւ անհրաժեշտ գաղափար, հասարակության վստահությունը վաստակելու եւ պահպանելու համար։ Այսպիսով այս հարցը ոչ միայն քաղաքական է, այլ նաեւ իշխանության բաշխման խնդիր է հասարակության, լրատվամիջոցների եւ կառավարության միջեւ։ Առհասարակ
Մենք բոլոր լրագրողներս այսպիսի գեղեցիկ ձևակերպումներով դասեր ենք անցնում, որ մեդիան պիտի օգնի մարդկանց կայացնել խելամիտ որոշումներ դժվար իրավիճակներում։ Եվ հատկապես հանրային նշանակության մեդիաները ունեն այդ հանձնառությունը, այդ պատասխանատվությունը օգնելու կայացնել խելամիտ որոշումներ, երբ դժվար է իրավիճակը։ Դժվար իրավիճակներ երաշխավորում է աշխարհում ամենտեղ դժվար իրավիճակներ են, քաղաքական գործիչները ջանք չեն խնայում այդ ուղղությամբ, որպեսզի ապահովվի աշխարհում դժվար իրավիճակներ, որոշում կայացնելու անհրաժեշտություն միշտ կա, քանի կա մարդը, մի փոքր խնդիրի առաջանում խելամիտ, այսինքն եւ նույնիսկ սոցիոլոգիական տերմին կա, որ հիմարացում է տեղի ունենում, պարզունակացում, հիմարացում է տեղի ունենում խնդիրների եւ դուք հավատում եք, որ այսօր աշխարհում մեդիան իսկապես օգնում է մարդկանց կայացնելու խելամիտ որոշումներ դժվար իրավիճակներում։ Մեդիան ունի այդ ուժը դեռ կամ ունեցել է երբևէ, եթե շատ անկեղծ լինենք։ When you trust in a media, you can give people the chance to build their own opinion. Երբ լրատվամիջոցները վստահում են միմյանց եւ գործում են պատասխանատվությամբ, նրանք մարդկանց հնարավորություն են տալիս ձևավորել իրենց սեփական կարծիքը։ Ներկայում սակայն մենք արդեն մի քանի տարի է, ինչ բախվում ենք ոչ միայն դասական մեդիա համակարգի եւ նոր մեդիայի միջև եղած խնդիրներին, այլև սոցիալական մեդիայի ամբողջ ազդեցությանը։ Այսօր մենք տեսնում ենք ավելի շատ քարոզչություն, դավադրության տեսություններ եւ տեղեկատվական աղմուկ, որը հաճախ հասարակության մեջ առաջացնում է խառնաշփոթ ու անվստահություն։ Կարծում եմ, որ լրատվամիջոցների կարևորագույն առաքելություններից մեկն է փաստերի ճշգրիտ ներկայացումը։ Սա շատ բարդ աշխատանք է, ամենօրյա պայքար, որը պահանջում է տոկունություն եւ պրոֆեսիոնալիզմ։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է պայքարել սոցիալական մեդիայի չարաշահման դեմ։ Լրատվամիջոցները պետք է կարողանան օգտագործել սոցիալական հարթակները իրենց բովանդակությունը հասանելի դարձնելով ավելի լայն, հատկապես երիտասարդ լսարանին։ Սակայն դա պետք է արվի ոչ թե պարզապես հետևելով TikTok-յան կամ նմանատիպ արագընթաց հոսքերին, որոնք հաճախ գտնվում են իրականության կողքին, այլ պահպանելով փաստահեն լուսաբանման սկզբունքը։ Կարևոր է կառուցել կամուրջներ ավանդական լրատվամիջոցների եւ սոցիալական մեդիայի միջև, վստահություն ստեղծելով կատարված աշխատանքի միջոցով։ Ավելի լավ է պատմել իրական փաստերի մասին կրկնակի ստուգված, վստահելի, քան փորձել շտապել եւ պարզապես կրկնել այն, ինչ շրջանառվում է սոցիալական հարթակներում։ Պետք է ձևավորել մեր սեփական սոցիալական մեդիա միջավայրը հիմնված ճշգրիտ, փաստահեն բովանդակության վրա։ Թող այն լինի գուցե մի փոքր ավելի դանդաղ, բայց ստույգ, խորությամբ ուսումնասիրված եւ արժանահավատ։ Միայն այդպես կարելի է վստահություն ձեռք բերել հասարակության մեջ։ Սա է իմ կարծիքը։ Գիտեմ, որ սա չափազանց բարդ է եւ ամենօրյա մարտահրավեր է, բայց առանց այդ աշխատանքի չի կարող լինել առողջ տեղեկատվական միջավայր։ This is my answer. I know that's a rather and very hard day by day challenge. Պարոն Ռեսման, դուք Արևելյան գործընկերության մեդիա երկխոսություն նախագծի ծրագրի, այսինքն որ արդեն գրեթե 1 տասնամյակ իրականացվում է, նախաձեռնողը եւ կազմակերպիչն եք։ Որպես երկար տարիների հանրային հեռուստատեսություն ղեկավարած անձ եւ որպես քաղաքական գիտությունների դոկտոր, ինչ խորհուրդ կտաք եւ մեդիաներին հայաստանյան, մեծ լրագրողներից եւ մեդիա կառավարիչներին եւ քաղաքական գործիչներին։ The point is that we are working meanwhile for 10 years and that means that in this continuation Մենք այս նախաձեռնության վրա աշխատում ենք արդեն 10 տարի։ Սա նշանակում է, որ այդ ամբողջ ժամանակահատվածում բոլոր մեր գործընկեր կազմակերպությունները շարունակել են համագործակցել մեզ հետ, եւ մեր ստեղծած ցանցը զգալիորեն ընդլայնվել է։ Այդ պատճառով շատ կարևոր է շարունակել երկխոսությունը ոչ միայն լրատվամիջոցների, այլև Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հետ անկախ ձևաչափով, մեր հասարակական կազմակերպությունների միջոցով։ Մեր նպատակը մեկն է՝ զարգացնել լրագրության կարևոր դերի մասին գիտակցությունը եւ ուժեղացնել գործընկերությունը մեդիա ոլորտում։ Մեզ անհրաժեշտ է քննադատական եւ հետաքննական լրագրություն,
որն ունի ժողովրդավարական արժեքների զարգացման, մարդկանց ձայն տալու եւ հասարակության բոլոր անդամներին գործընթացներին մասնակից դարձնելու առաքելություն։ Այս ամենի համար մարդկանց անհրաժեշտ է վստահելի տեղեկատվություն։ Լրագրությունը ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ հասարակության մեջ ճշմարտության հաստատման հիմնական հենասյուներից մեկն է։ Երբ սկսեցինք մեր գործունեությունը, լի էինք լավատեսությամբ, որ բոլոր հետխորհրդային երկրները կգնան ժողովրդավարության ճանապարհով, յուրովի, բայց նույն արժեքների հիման վրա՝ մամուլի ազատություն, ժողովրդավարական սկզբունքներ եւ լրագրության կարեւորություն։ Այս 10 տարիների ընթացքում մենք բախվել ենք բազմաթիվ մարտահրավերների, հատկապես Ռուսաստանի կառավարության եւ ռուսական քարոզչության ազդեցությանը, ինչպես նաեւ Ուկրաինայի դեմ սկսված լայնածավալ պատերազմի հետևանքներին։ Դրան հաջորդեցին Բելարուսում տեղի ունեցած բռնաճնշումները։ Մեր գործընկերներից մեկը, ով այժմ այստեղ է, ստիպված է եղել լքել Բելարուսը։ Նույնպիսի խնդիրներ կան նաև Վրաստանում։ Խոսքի ազատության համար պայքարը նշանակում է նաև աջակցություն լրագրողներին, միջազգային համերաշխություն, էներգիա եւ ուժ։ Երբեմն դա հաջողվում է, երբեմն ոչ, բայց մենք պարտավոր ենք շարունակել պայքարը մեր ազատ խոսքի իրավունքի համար։ Հայաստանում տեղի ունեցած լուռ հեղափոխությունը եւ ներկայի մթնոլորտը եւս մեկ անգամ ցույց են տալիս, թե որքան կարեւոր է ազատ խոսքի առկայությունը։ Ազատ խոսքը չի նշանակում, որ բոլորս պետք է նույն կարծիքն ունենանք։ Դա նշանակում է կարողանալ լսել, քննարկել եւ հարգել բոլոր տեսակետները։ Սա է իրական ժողովրդավարության հիմքը։ Քաղաքական գործիչներին ուզում եմ ասել. մի օգտագործեք լրատվամիջոցները ձեր անձնական կամ կուսակցական շահերի համար։ Տվեք նրանց տեղեկատվություն, աշխատեք բաց եւ թափանցիկ ձևով։ Քաղաքականությունը պետք է հիմնված լինի փաստերի վրա եւ ծառայի ժողովրդին, ոչ թե իշխանությանը։ Սա միայն հետխորհրդային երկրների խնդիրը չէ։ Նման մարտահրավերներ կան նաեւ Գերմանիայում, որտեղ մենք եւս բախվում ենք կուսակցական համակարգի ճգնաժամին։ Քաղաքական գործիչները պետք է գիտակցեն, անկախ մամուլը քաղաքական մշակույթի եւ ժողովրդավարական հարաբերությունների գոյատևման անհրաժեշտ պայման է։ Այսօր ամբողջ Եվրոպայում մենք կանգնած ենք ընդհանուր մարտահրավերների առաջ, պայքարել խոսքի ազատության պահպանման համար։ Պոպուլիստական աջ ուժերը Թրամփից մինչև Պուտին ունեն նույն նպատակը՝ սահմանափակել խոսքի ազատությունը եւ թույլ տալ միայն իրենց ձայնը լսելի դարձնել։ Սա անընդունելի է։ Եվ որպես Եվրոպայի ժողովրդավարներ, մենք բոլորս պետք է միասին շարունակենք խոսել, պաշտպանել խոսքի ազատությունը եւ պայքարել ժողովրդի իրական ձայնը բարձրացնելու համար։ Their freedom of speech is realized in media, and this is a thing we cannot accept. And so, as Democrats in Europe, we all have the same task to talk to politics and to fight for freedom of speech and to get majority by the people. Երբ այս պահին դուք ժողովրդավարական արժեքների եւ կենսաձևի կարևորության մասին եք խոսում եւ փորձում եք տարածվի, դուք պրոպագանդա եք անում։ I think it's a principal question how we want to live together. Կարծում եմ սա սկզբունքային հարց է։ Ինչպես ենք մենք ուզում ապրել միասին։ Սա գաղափար է եւ գուցե կարելի է ասել նաեւ գաղափարախոսական մտածողություն, ունենալ մի համակարգ, որը բոլորովին հնարավորություն է տալիս արտահայտել իրենց կարծիքը, իսկ լրատվամիջոցներին ազատորեն լուսաբանել ամեն ինչ։ Լրագրության դերը հենց դա է՝ քննադատել քաղաքական գործիչներին, տնտեսական առաջնորդներին, բացահայտել կոռուպցիայի երևույթները։ Ես չեմ կարծում, որ սա քարոզչություն է, քանի որ ժողովրդավարությունը նաեւ արդարություն է նշանակում։ Մենք պետք է բոլորին հնարավորություն տանք պաշտպանել իրենց իրավունքները դատարանում եւ վստահ լինել, որ ընդունվող որոշումները արդար են։ Անհրաժեշտ է պաշտպանել նաեւ փոքրամասնությունների իրավունքները այն հասարակությունում, որի միասնության համար բոլորս աշխատում ենք։ Սա քարոզչություն չէ, սա գաղափար է, որը հակադրվում է բռնապետական մտածողությանը, որը տիրում էր խորհրդային ժամանակներում, երբ բոլոր թեժթերում, ռադիոյում եւ հեռուստաալիքներում գոյություն ուներ միայն մեկ կարծիք, այն, ինչ ասում էր կուսակցությունը։ Նմանատիպ իրավիճակ կարելի է տեսնել նաև այսօր որոշ այլ երկրներում։ Օրինակ Չինաստանում, որտեղ իշխանությունը որոշում է ինչ ուղղությամբ պետք է շարժվի հասարակությունը։ Իսկ մենք խոսում ենք բոլորովին այլ բանի մասին, այն մասին, թե ինչպես կարող ենք միասին կառուցել մի հասարակություն, որտեղ ազատությունը
քարոզությունն ու պատասխանատվությունը համատեղվում են։ Ես քարոզչությամբ չեմ զբաղվում։ Եթե ժողովրդավարական գաղափարները խթանելն ու ազատ ու անկախ կյանքի կոչ անելը համարվում է քարոզչություն, ապա դա այն տեսակի քարոզչություն է, որը ծառայում է բոլորիս շահերին։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու եւ զրույցի համար։ Հիշեցնենք, որ 701-ի տաղավարում Արևելյան գործընկերության մեդիա երկխոսություն ծրագրի կազմակերպիչ Գերմանիայի հանրային հասանելիության բացարձակ հեռուստատեսային կայանի երկարամյա տնօրեն Վոլֆգանգ Ռեսմանն էր։ Զրույցները կշարունակվեն ամենայն բարիք։